Սպորտի եւ երիտասարդության։ Կներեք, հաջորդը դուք պարոն Մանուկյան։ Շնորհակալություն։ Մյուս ոլորտը, որ կուզեի ներկայացնել, դա առևտրի եւ սպասարկման ոլորտն է, այստեղ եւս ունենք զարգացում, մասնավորապես թվայնացվել են, քարտեզավորվել են ինքնասպասարկման սննդի եւ սուրճի տերմինալների եւ վճարային տերմինալները, այսպիսի քարտեզ ենք ստացել եւ այստեղ եւս վերլուծական գործիքակազմ է արկա հետագա որոշումներ կայացնելու համար։ Կներեք, քանի այս թեմայով խոսացինք, արդեն այս եղած ծավալները, որոնք որ արձանագրվել են, ենթադրվում է, որ ավականու համապատասխան որոշմամբ պետք է համապատասխան վճարումները իրականացվեին եւ վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, սա ձեր պատասխանատվությունն է, որպեսզի դուք ապահովեք, որ համապատասխան այս կրիչների, այս, չգիտեմ, ապարատների եւ բանկոմատների եւ մնացյալի համար համապատասխան վճարումները կան քաղաքային բյուջե եւ խնդրում եմ արդեն այդպես քարտեզնել ունենք, հստակ է, սա էլի ամբողջական է, բավական մեծ որևէ մի ոլորտ, որ թվայնացնում ենք, ինքը դառնում է շարունակական աշխատանք, այսինքն հիմնական ինչ որ պետք է արվել է եւ սա շարունակական բնույթ է արդեն ստանում։ Շատ լավ, այսինքն ով է արել աշխատանքը։ Աշխատանքները ինչ որ նոր ցույց տվեցի թե գովազդի ոլորտում, թե առևտրի ոլորտում իրականացվում են վարչական շրջանի աշխատակիցների ուժերով, իհարկե մեր վարչությունների ղեկավարությամբ եւ պարոն Գրիգորյանի աջակցությամբ։ Շատ լավ, այստեղ եկամուտները կարծում եմ պետք է աշխատի գործընկերների հետ, որպեսզի հստակ այս բոլոր արձանագրումներով վճարումները սկսեն ստաբիլ գալ։ Հաջորդը, որ կուզեի ներկայացնել, դա կոմունալ ոլորտում իրականացված աշխատանքներն են, մասնավորապես կապի օպերատորներին տրվող շինարարական թույլտվությունների գործընթացի վերահսկման համար ստեղծված այս գործիքակազմը, այս գործիքակազմը կապի նկատի ունենք եւ գազ եւ ջուր եւ հոսանք, որովհետեւ կապի միայն այլ ենթատեքստ ստանալ։ Եվ այս գործիքը հնարավորություն է տալիս ստացված շինարարական թույլտվության հայտերը թվայնացնել քարտեզի վրա եւ եւս մի գործիք, մոբայլ մափինգի գործիք մեր վարչական շրջանի աշխատակիցներին հնարավորություն է ընձեռել վերահսկել աշխատանքները, ընթացող աշխատանքները, որ երկու տարբերակում է ունենալու ընթացքում գտնվող աշխատանք եւ ավարտված, այսպիսի լուսանկարների եւ գնահատականի միջոցով։ Սա իհարկե շատ կարեւոր է, որպեսզի մեկ հարթակով հնարավոր լինի դիտարկել ինչ աշխատանքներ են ընթանում քաղաքում, ինչ ժամկետներում են դրանք ավարտվելու եւ ինչ որակով է դա իրականացվում։ Շնորհակալ եմ, այս գործիքը իրական ու վերահսկողության տեսանկյունից շատ կարևոր գործիքակազմ է տալիս վարչական շրջաններին, մասնավորապես արդեն իսկ փաստացի մենք սկսում ենք տեսնել, որ հատվածում ինչին թույլտվություն է տրված, ինչ ժամկետներ են տրված, վարչական շրջաններից էլ արդեն համապատասխան վերահսկողության հատվածն է ենթադրվում ֆոտոների բարբերաբար ֆոտոների իրականացումը այս հատվածներում եւ որպեսզի վստահ լինենք, որ մեր ավականու կողմից որոշված ստանդարտներով է արվում եւ ժամկետների մեջ է արվում այդ աշխատանքը։ Հաջորդ մյուս գործիքը, որ շատ կարևորում ենք, սա վերջին ձեռքբերումն է, վերաբերում է նույնպես կոմունալ ոլորտին, մասնավորապես աղբահանության կառավարման, աղբահանության գործընթացի մոնիտորինգի գործիքն է։ Մեր թվային փոխակերպման ծրագրով մենք նախատեսում ենք ունենայինք GIS շերտ, այսինքն բոլոր քաղաքային բոլոր ուղղություններում ներդնեինք GIS տարածական տվյալների հավաքագրման շերտ։ Մյուս շերտը, որ նախատեսում ենք ունենանք, դա IoT սարքերի, այսինքն տվիչների, տվյալների կուտակման եւ վերլուծության շերտը։ Այս երկու շերտերի, որոնք արդեն իսկ ներդրված են, սրա արդյունքում ունեցանք հետևյալ հարթակը, որը ներկայացնում է Երևան քաղաքում իրականացվող աղբահանության իրական պատկերը։ Այս գույներով ներկված կետերը նշանակում են, որ աղբահանությունը տվյալ տարածքում արդեն իսկ իրականացված է, մյուս գույները դեռ մուգ գույները արդեն նշանակում է, որ ընթացքի մեջ են։ Իրական ժամանակում աղբատար մեքենան մոտենալով
աղբամանի կոորդինատին բավարարվում է, որ այսպես ասած առաջի պայմանը, երկրորդ պայմանը, որ բավարարվում է, դա արագության դադարումն է, այսինքն 0 արագություն է ստանում մեքենա, եւ երրորդ պայմանը, երբ որ բավարարվում է, այսինքն աղբատար մեքենայի համապատասխան ամբարձիչը, երբ որ անկյունը փոխում է եւ աղբը ամբարձում է, համակարգը ընդունում է դա որպես աղբահանությունը իրականացված է տվյալ կետում։ Սա որոշակի նորարարություն է ենթադրում այս գործի համար, որտեղ աշխարհի շատ քաղաքներում այս գործը իրականացնում են բավական մեծ ներդրումներով, ամեն աղբամանի մեջ տեղադրելով տվիչներ, իսկ մենք այստեղ շատ փոքր ներդրումներով իրականացրեցինք այս գործընթացը եւ այսօր արդեն հնարավորություն ունենք դիտարկել առցանց ռեժիմում, թե աղբահանությունը քաղաքի շուրջ 13000 աղբամաններում ինչպես է իրականացվում։ Անկատվալյան, մենք ամեն ինչ տեսնում ենք այսուհետ եւ կարծում եմ, որ այս գործիքը իրապես շատ օգտակար է լինելու, նաեւ ձեզ համար է օգտակար լինելու, չնայած դուք ձեր որոշակի գործիքակազմը ունեք, բայց սա փաստացի արդեն իսկ ամեն աղբամանի մոտ կատարված աշխատանքի արձանագրումն է նաեւ ֆիքսում եւ այստեղ եւ վերլուծական եւ հետագայում մարշրուտների փոփոխության հնարավորություն կունենաք այս ստացված տվյալների հիման վրա եւ կարծում եմ այստեղ մի փոքր արդեն ձեզ մարդ է պետք որ անձնապես խորանա կհասկանա կվերլուծի կհասկանա ինչպես փոփոխել հետագա մարշրուտները ինչպես ավելի էֆեկտիվ կազմակերպել Պարոն քաղաքապետ, մենք նաև ձեռք ենք բերել պլանշետներ, հանձնել ենք մեր տարածքային պատասխանատուներին եւ այս ամբողջ տեղեկատվությունը նրանք եւս տեսնում են, այսինքն մեր ցանկացած վարչական շրջանի պատասխանատուին սա հասանելի է լինում, այսինքն աշխատանքը տեղում արագ կազմակերպվում է, արդյունավետությունը հստակորեն բարձրանալու է։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ այս աշխատանքի վերաբերյալ խոսալ, հենց կոնկրետ այս տեսակ աշխատանքի եւ դες թվայնացման գործիքները մեզ էականորեն նոր ժամանակաշրջան են տեղափոխում, այսինքն ամբողջապես մեր աշխատանքի տրամաբանությունը փոխվում է եւ այն աշխատանքը, որ իրականացվում է հիմա GIS նոր քարտեզներ ստեղծելու, նոր տեխնոլոգիաներ օգտագործելու առումով Երևան քաղաքի կառավարման տեսանկյունից երևի թե տենց ռադիկալ ձևով էֆեկտիվությունը բարձրացնում է մեր աշխատանքի էական ձևով եւ խնդրում եմ մաքսիմալ օգտվել այս գործիքներից, մաքսիմալ այս գործիքների տրամադրած տվյալներից եւ վերլուծություններից օգտվել, որովհետեւ այս վերլուծությունների արդյունքում մեր աշխատանքը էականորեն ավելի կպարզեցվի, կհեշտացվի եւ երևանցիները էականորեն ավելի գոհ կլինեն մեր աշխատանքից։ Հաջորդը